Այց առաջին քրիստոնյա երկիր։ Հենց այս հաստատված կարգախոսով հունիսի 24-ին Հայաստան այցելեց կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը։ Այս պատմական այցը նա ուխտագնացություն է անվանել։ Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում, Հայաստանում, առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի ավետարանը։ Այս խոսքերով էլ Պապը դիմել էր լսարանին, սրանով իսկ ցույց տալով, որ Հայաստան կատարելիք այցը սովորական քահանայապետական այց չէ, այլ ուխտագնացություն դեպի մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Պատմական այս այցը շարունակում է մնալ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Երևանում հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Հռոմի Պապի այցելությունից հետո նրան փշոտ մարտահրավերներ են սպասվում Ադրբեջանի, Թուրքիայի եւ ուղղափառ եկեղեցու կողմից, գրում է Քրաքսնաու կայքը։ Հարավային Կովկասը այն տարածաշրջաններից է, որտեղ պատմության բեռը հատկապես ծանր է։ Հոդվածագիրը կարծում է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարող է մարտահրավերների առաջ կանգնել տարածաշրջանի մյուս երկրներ իր այցելության ժամանակ։ Նրա այցից առաջ Ադրբեջանը խնդրել էր դատապարտել այն, ինչ նա կոչում է Լեռնային Ղարաբաղի եւ դրան հարակից ադրբեջանական շրջանների ապօրինի բռնազավթումը։ Չնայած Հռոմի Պապից պետք չէ ակնկալել, որ նա կարող է լուծել այն հակամարտությունը, որի կարգավորման վրա արդեն 2 տասնամյակից ավելի է գլուխ են ջարդում աշխարհի պետական այրերը եւ դիվանագետները, բայց Ադրբեջանի այս խնդրանքը հուշում է, որ Հայաստանում Հռոմի Պապի շահած յուրաքանչյուր միավորը կարող է վնասել նրան Ադրբեջանում։ Դրան ի հավելում կա նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման վտանգ։ Հնարավոր է, որ այն բոլոր դրական արձագանքները, որոնք Հռոմի Պապը ստանում է Հայաստանում, նրա համար ծանր հարվածների վերածվեն Թուրքիայի կողմից, գրված է հոդվածում։ The Guardian-ը գրում է. Ֆրանցիսկոս Պապը Երևան ժամանելով դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի գաղափարապես ձևավորված եւ ծրագրված ցեղասպանությունը։ Իր երրորդյա այցի ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող ելույթում Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է քաղաքական երանգներ ունեցող ցեղասպանություն բառը իր նախապես պատրաստված տեքստի ընթացքում, որտեղ ակնհայտորեն այն բաց է թողնվել։ Եվ անցած տարվա խոսքերը պարզապես կրկնելու փոխարեն, երբ նա ասել էր, որ կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին, Ֆրանցիսկոս Պապը դա ցեղասպանություն է անվանել, այդ քայլով հավանաբար առաջացնելով Թուրքիայի կողմից եւս մի բողոքի ալիք։ Հռոմի Պապն ասել է. Ցավոք այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, որն առաջինն էր անցյալ դարի աղետների ցավալի շարքում, հնարավոր դարձավ ռասայական, գաղափարական եւ կրոնական նպատակներից ելնելով, որոնք մթագնել էին դահիճների միտքը, ովքեր էլ ծրագրել էին ամբողջ ժողովրդի ոչնչացումը։ Լրատվամիջոցը նշում է, որ այցի նախաշեմին Վատիկանը խուսափել է ցեղասպանություն բառն օգտագործելուց, հաշվի առնելով Թուրքիայի կողմից հնարավոր քաղաքական եւ ֆինանսական հետևանքները։ Բայց Ֆրանցիսկոսը, ով երբեք չի վախենում իր կարծիքը արտահայտելուց, վերջին պահին ավելացրել է բառը իր ելույթում Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրում քաղաքական եւ կրոնական առաջնորդների առաջ, ովքեր նրան ծափահարել են հոտնկայս։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան եւ նրա ելույթը, որում նա ինչպես եւ անցյալ տարի 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանություն էր կոչել, հայտնվել է թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ներկայացնենք թուրքական որոշ պարբերականների հրապարակումներից հատվածներ։ Ցեղասպանությունն անցյալ դարի աղետների սկիզբը դարձավ, այսպես է վերնագրել Դեմոկրատ Հաբերը իր հոդվածը։ Հռոմի Պապը Հայաստան այցի ընթացքում նախագահական նստավայրում ունեցած իր ելույթում հայերի նկատմամբ 1915-ին տեղ ունեցածը բնութագրել է որպես ցեղասպանություն։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը երրորդյա այցով Հայաստանում է։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Պապը խոսել է անցյալ տարի Վատիկանում մատուցված պատարագի մասին ու ասել. «Մեծ եղեռնի ձեր ազգին հարվածած եւ բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած դեպքի 100-րդ տարին հիշատակեցինք։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը ցավոք անցյալ դարի աղետների մեկնակետը դարձավ»։ CNN թուրքը անդրադառնալով թեմային հիշեցնում է, որ բոլորին հետաքրքրում էր, թե արդյոք եւս մեկ անգամ Ֆրանցիսկոս Պապը կօգտագործի ցեղասպանություն եզրույթը։ Այս ցեղասպանությունը անցած 100-ամյակի ողբերգությունների սկիզբն էր։ Ֆրանցիսկոս Պապի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը, արձանագրելով, որ պոնտիֆիկոսը չխուսափեց եւս մեկ անգամ կրկնել անցյալ տարվա իր խոսքերը։ Հռոմի Պապը Հայաստանում մտափոխվեց վերնագրի ներքո Հաբեր 7 կայքը գրում է, որ Ֆրանցիսկոս Պապը 1915-ի դեպքերը դարձյալ որպես ցեղասպանություն է ներկայացրել, չնայած այցից առաջ եղած ուղերձում մեծ եղեռներ ասել։ Պապն այցից առաջ նախապատրաստված ուղերձում ցեղասպանություն բառը հանել էր, բայց նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների առաջ ունեցած ելույթում նախ հայերեն մեծ եղեռն է օգտագործել, ապա ավելացրել է ցեղասպանություն բնորոշումը։ Հռոմի Պապը անցյալ տարի Վատիկանում կազմակերպված միջոցառման ընթացքում օգտագործելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն արտահայտությունը շարժել էր Թուրքիայի զայրույթը։
Հռոմի Պապը եւս մեկ անգամ ասաց ցեղասպանություն վերնագրի ներքո Դիքեն պարբերականը տեղեկացնում է, որ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի ընթացքում եւս մեկ անգամ Օսմանյան կայսրության տարածքում հայերի տեղահանությունը եւ կոտորածները բնորոշել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Պարբերականը հիշեցնում է, որ Պապը նույն խոսքերը արտասահնել էր նաեւ անցյալ տարի Վատիկանում հայ զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ։ Դրանից հետո երկրի արտգործնախարարությունը առ ոչինչ էր համարել Պապի խոսքերը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը քննադատել էր նրան։ Հռոմի Պապը Հայաստանում էլ ասաց ցեղասպանություն գրում է սոցու պարբերականը, նշելով, որ կաթոլիկ առաջնորդ Ֆրանցիսկոսը շեղվել է նախապես պատրաստված ելույթի տեքստից, որում ցեղասպանություն բառը բացակայել է։ Սա բաղթերթը եւս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պապի ելույթի գրավոր տարբերակում ցեղասպանություն բառը չի եղել։ Պարբերականը Հռոմի Պապի խոսքերը սկանդալային է որակել եւ հիշեցրել, որ անցյալ տարի Հռոմի Պապի ելույթի պատճառով Վատիկանում Թուրքիայի դեսպանը ետ էր կանչվել եւ պաշտոնին վերադարձել միայն այս տարվա փետրվարին։ Հասմիկ Դրմոյան, Օրագիծ։